կանխատեսելին ու այս օրերին շատերը տվել եք չեմ պատասխանել։ Հակիրճ անդրադառնամ իմ եւ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերին։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույց սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ Սա ասում եմ կապված այս խնդրի հետ, այլ հարցերի խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում պատասխանել այս հարցերին, որոնք կապված են սրա հետ։ Ամենամեծ կապի մասին խոսենք, թերևս մամուլում ամենահետաքրքիր կարող ենք ստա, եթե հարցնեք։ Խնդրում կարճ։ Այդ ուղիղ կապը հետաքրքիր է, թե ինչի մասին եք ասում, որ ասում եք Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ունի։ Ես չասեցի Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ունի, ես ասեցի, որ վարույթ հարուցելու օրը կապում եմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվեր իմ կողմի շրջանառության մեջ դրված նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով հարցերը քննարկվելուց հետո անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության եւ միայն քվեարկության դրվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այլ մանրամասներ այս բանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ես դիմել եմ, ես նաև այդ հարցի քննարկումից հետո, ինչպես հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հայտարարության մեջ, ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, այդ ճանճին խնդրում եմ տարեք։ Այո։ Եվ հարցը չի քվեարկվել եւ հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ քննարկվելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնամ այդ կետին կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը 2 անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար, ասեմ որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելին, ես եմ դիմել մեր կուսակցականներին, որպեսզի հարցը ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խնդրել եմ մեր կուսակցությանը, որպեսզի խմբագրեն այդ հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել եւ չի ցանկանում մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Ցավոք, այս պահին ես տեղեկություն չունեմ, ոնց որ ոչ։ Հնարավոր է Ալեն Սիմոնյանին հաջողվի ձեզ հեռացնել կուսակցությունից։ Հնարավոր է Ալեն Սիմոնյանին հաջողվի ձեզ հեռացնել կուսակցությունից։ Չեմ ցանկանում այդ հարցին անդրադառնալ, անհեթեթություն է դա, չեմ պատկերացնում ես նման ընդհանրապես բան։ Ախտոյանի հետ։ Չարեք այս թեման վերջացնենք նոր էլի։ Այս թեման վերջացեցինք, խնդրում եմ էլի։ Եթե լրացուցիչ բաներ կարիք կլինի կուսակցությունը կամ ես դրա մասին հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տրվող հարցերին, հաճախ սկսած 2019 թվականից, երբ ես ընտրվել եմ ազգային ժողովի падգամավոր եւ այն ժամանակ աշխատում էի եւ գործունեություն էի ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակներին, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի հետ կապ ունենալուց, սկսած թմրամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով, ես փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ կարող եք ազատ տալ բոլոր հարցերը կապված սպանությունների։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։
Ես պատրաստ եմ հիմա պատասխանել բոլոր հարցերին, որոնք կապված են այս դեպքերի հետ։ Չէ, Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերի մասով այս պահին չեմ ուզում։ Յուր կաշկանդվեի այսքան չի խոսա։ Չէ, ներողություն, ես հարցնում եմ Ալեն Սիմոնյանին չէ հիմքում դրել, երբ որ ԿՊ Մենք փակեցինք էլի այդ կետը, հիմա անցնում ենք առաջ։ Հիմա գալիս եմ սպանություններին, կներեք։ Ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ։ Ես կներեք սպասեք, ես միտքս ավարտեմ։ Չկա, ձեր հարցին կպատասխանեմ։ Հիմա ասեմ։ Ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարդստեղ։ Ինձ կապում են քանակերում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես քանակերում հայտնի Տու մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արավտավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին այդ անձին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այն ինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատաիրավական համակարգի դանդաղ աշխատանքից։ Հիմա անդրադառնամ մյուս դեպքին, օրինակ 168 ժամներ կներեք հրապարակել կապված կներեք մտ բան ասեմ։ Հիմա ես հարցերին պատասխանում եմ կներեք ֆայլաշեն։ Հիմա կանդրադառնամ ձեր գալիս եմ ձեր հարցին։ Մի քանի ամիս առաջ նաև իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես ուղիղ կապ եմ տեսնում նաև այդտեղ, երբ որ ինձ հաջողվեց 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ 30 միլիոն դոլար հավելել գումար է մուտքագրվելու պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջի անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել, 168 ժամը տեղեկություն հրապարակել, իբրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր կամ ես փորձել եմ իրավի ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել, նաև 160 Ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս հայցով նույնպես վնասի փոխհատուցում պահանջեմ։ Ես արդեն նշեցի, որովհետև ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների դեմ։ Օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասը, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խստացնել, հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ՑՄ ազատազրկում նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ եւ այս պայմանությամբ դեռևս չի ընդունվել։ Սա ինչ եմ ասում, բայց նաև այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունենալ եւ անդրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի եւ դիմեի նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գալ։ Հիմա կապված որևէ կապ ունեք Հիմա փարակարի դեպքի կապված որևէ կապ պատասխանեմ Փարակարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարակարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին
եւ տեղի են ունեցել հայտնի դեպքերը Փետրվարյան Փարաքար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնացիկ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ։ Եվ նաև ինչ որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված Փարաքարի դեպքերի հետ, լավ աշխատանք չմեկնաբանեցիք, դուք ինքներդ ասեցիք ներողություններ Ռուտան։ Կապված լուսանկար են ավելի շատ։ Դուք ասում եք քրեական եթամշակույթից հեռու մարդ։ Ինչպես է ստացվում հեռու մարդը մոտ է այդքան այդ անձին։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական ենթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաև հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ քրեական ենթամշակույթ կրող մարդկանց հետ սեղան եք նստում, չես եք պայքարում։ Նորմալ է, նորմալ։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Հիմա մեր ախտորանի մասին է հարցը, պատասխան տվեք բարակ միաժամանակ։ Այսինքն դուք կարող եք միաժամանակ 10 հոգով խոսում եք։ Ես գրկած նկար որևէ մեկի հետ չունեմ։ Հիմա տվյալ դեպքում մեր ախտորանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, մեր ախտորանին ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ նրանից չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մարգարետ Պարոն Սարգսյան, ինչու եք եկել դուք այս չեպազրույցին եւ որևէ հարցի չեք պատասխանում։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին, չեմ ցանկանում հավատալ այդ լուրերին, որ նման դիմում է եղել։ Շնորհակալ եմ այսքանը։ Ես արդեն ասացի խաղային ոլորտից, քրեական ենթամշակույթ գրող անձինք եւ թրվարյութերի բիզնեսի մեջ չեմ խուսափում, ես ցանկացել չեմ ցանկանում Ալեն Սիմոնյանի շուրջ այլևս։ Ես չեմ այո հարցնում, Ինչու է կաշկանդած Ալեն Սևան ազգային պոակում ներառված է թե Պարոն Սարգսյան, կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով։ Դուք ձեր վերջին նախագիծը որ բերել եք, բազմաթիվ թվեր ու բաներ եք հնչեցնում, որ զորակոչի լուրջ խնդիր կա Հայաստանում։ Հիմա այս նախագծի շրջանառության մեջ դրվելու հետ կապված ձեր կողմ դեմ դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք սա հակադրության մեջ չի նախաձեռնությունը ՊՆ-ի այն հայտարարությունների հետ նաեւ որոնք դուք եք անում։ Իդեպ այսօր նաեւ պատասխանում այսօր նաեւ դուք չպատասխանեցիք, ուզում եք ստանալ այն հարցերի պատասխանը, որը ձեզ է դուրս։ ՊՆ փոխնախարարը հայտարարեց, որ կա զորակոչի խնդիր Հայաստանում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք։ Ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էր պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր
բայց նաև այլ կարևոր հատվածներ կար օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել էի։ Հատկապես ամենակարևորներից մեկը, որը ես ցանկանում եմ նշել, եւ նաև լրագրողներին ասել, որպեսզի դուք նաև այս սրա հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ, որն է դա։ Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության Արաքան սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը, եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7%-ը կամ 8%-ը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տաք ընդդիմադիրային պատգամավորներին, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը, եւ նաեւ մեր մյուս գործընկերոջով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել Արաքան սեռը մինչև 18 տարեկան եւ պարզ կդառնա նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծին հենց որ կառավարությունը շրջանառության մեջ դրել, դրան ո՞նց եք Հիմա ինչ վերաբերվում է 2 տարին տարօրինակ սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի հետ կապված խնդիրը լուծելու համար։ Հիմա ասեմ ոնց է լինում։ Զորակոչի հետ կապված խնդիրների մի զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական թղթեր սարքելով ոչ պիտանի ճանաչվելով զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի, որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ եթե մենք ունենանք երկու զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող, մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Վերացի, պարոն Սարգսյան։ Կներեք, պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարց է։ Չէ, բայց ասեք, լսեք։ Հիմա ինչա նախատեսվում։ Ես առաջիկայում փորձելու եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Օրինագիծը որ փուլում է եւ նաեւ դուք խոսել եք Բայց սա նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ուզում եմ հարցնել օրինագիծը հիմա ինչ փուլում է եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարին լրացածների քանի տոկոսն է գնում պարտադիր ժամկետային ծառայության։ Որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը։ Տոկոսներով խոսելու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիսն են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիսն են մեկներ ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիսն են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետի ներկայացրել եմ եւ հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը
վերաբերվում է նրան, որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն, ես պարզ բան եմ ասում։ Դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին, հետեւյալն է եղել. Քանի քաղաքացիներին արական սեռի մեկն էլ Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ։ Մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն մինչեւ 27 տարի լրանալը, որտեղ ուսում են ստանում, փախցում են մեծ գումարներ։ Հիմա կներեք, հիմա ասեմ։ Եվ նաեւ ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետություն քաղաքացիությունից մինչեւ 18 տարի լրանալը։ Եվ 18 տարի լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը։ Սրա արդյունքում կարող ենք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ նախագծի իմաստը։ Դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի ցույց տվեք ես իմ հարցը տամ պատասխան։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցը։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցի պատասխանել։ Բայց ամեն դեպքում պարոն Սաքսամալի եք նշում այդ զորակոչի հետ կապված եւ ասում եք, որ այդ ամբողջ խնդիրները լուծելով հետո նաեւ հնարավորություն ստեղծվեր կրճատել ծառայության ժամկետը, երբ որ կբարձրանա զորակոչի թիվը։ Հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է։ Սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել էի, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարն էր, ով իմ բարձրացրած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր, այո, մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ։ Եվ ասում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետև ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովում։ Ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել է ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ Ճիշտ եք ասում։ Բայց հիմա սա ինչ խնդիր կառաջացնի։ Ես սրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ իմ գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկայում պետք է քննարկումներ ունենալ։ Այն դեպքում ոչ շորժայի հետ կապված է Չեմ ցանկանում այդ հարցերի պատասխան։ Այ հարցի ներողություն բան Սիմոնյան եւ բան Սաքսյան, երբ որ դիմել ենք պահա ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա կարող եք ասել։ Կապված արդեն ասեցի։ Չեք ասում այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Դիմում ներողություն։ Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ասեք, խնդրում եմ շողիչը։ Չեմ ցանկանում։ Հարցազրույց չի շողի։ Արեք ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ Ունեք այլ հարց, ասեք։ Որովհետև կարծում եք նոր խնդիրներ կառաջանան ձեր համար։
Ես առաջարկում եմ դադարեցնել։ Հիմա փաթեթը, որ դուք շրջանառել եք, հետո մերժվեց, այստեղ դուք պատրաստվում եք, ինչ որ այնտեղ հայտարարություն եղավ, որ կաշխատեք, հետո նորից դա կլինի։ Պատրաստվում եք այս օրինակ այս նախագիծը, որ բերեն, նաև կրկին այդ ձեր փաթեթը ներկայացնելու Ես դրական եզրակացություն ստացած նախագիծը մի փոքր խմբագրել եմ եւ նորից կարծիք եմ ուղարկել կառավարության գործընկերներին աշխատանքային կարգով։ Նորից նույն պատասխաններն են եկել, որ կառավարության գործընկերները կողմ են նախագծին եւ եկել են այն առաջարկները, որոնք եկել են նախկինում, որոնց մեծ մասը տեխնիկականն ես ընդունել եմ։ Եվ նաև նախագիծը ես շրջանառել եմ մեր գործընկեր падգամավորների միջև ուղարկել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր падգամավորներին դեռևս հունիսին խնդրելով մինչև սեպտեմբերի 15-ը տալ առաջարկներ կամ կարծիքներ եւ 2-3 ամսվա ընթացքում որևէ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր որևէ կարծիք ոչ գրավոր, ոչ բարավոր ինձ սրա մասին չի հայտնել։ Այսինքն պատգամավորներն են կասկածում, թե ինչու եք այդքան շահագրգռված այս նախագծով։ Ես ինչու եմ շահագրգռված նախագծով, դրա մասին տևական խոսել եմ եւ ներկայացրել դրա։ Իրենց համար համոզիչ չէ այդ ներկայացումը։ Հիմա ասեմ ինչու եմ ես շահագրգռված եղել, որովհետեւ տեսել եմ խնդիր, որ չի կարող լինի մեր երկրում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, բանակ զորակոչի ենթականների 31.4%-ը։ Եթե որևէ մեկը գտնում է, որ այստեղ խնդիր չկա, ես չեմ կիսում իր կարծիքը եւ գտնում եմ, որ կա խնդիր։ Եվ իմ շահագրգռվածությունը միայն կապված եղել սրա հետ, որպեսզի ես փորձեմ իմ օրենսդրական գործունեությամբ ի նպաստ մեր երկրի բարձրացնել զորակոչի թիվը, սա եղել Հիմա որ 30%-ն է զորակոչվում, մյուս կողմից էլ կրճատվում է։ Դուք դեմ կքվեարկեք, եթե այդ տեսքով գա Հիմա տեսեք, 2024 թվականից, երբ ես այս վերլուծությունները ներկայացրել եմ կառավարությանը, արդեն իմ առաջարկած մի շարք կետեր իրականություն են դարձել եւ զորակոչի թիվը բավականին բարձրացել է, այսինքն հիմա ոչ թե բանակ է զորակոչվում 31%-ը, այլ շատ ավելի մեծ տոկոսով քաղաքացիներ։ Բայց այսօր փոխնախարարը ասում է, որ մեկը շարունակում է մնալ Այո, շարունակում է մնալ խնդիր, բայց 31%-ից ահագին բարձրացել է Արդյոք սա զորակոչի տարիքը է կրճատել նախընտրական փուլում, սա քաղաքացիներին այսպես շահագրգռելու նպատակով չի արվում, եթե այդ խնդիրները լուծված չեն։ Զորակոչի ժամկետի կրճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կային, այն ժամանակ դեռևս նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր այս մասին խոսում հիմնականում ֆակտորների ժամանակ։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ժամկետային զինվորական ծառայությունից, մենք աշխարհում պետք է նայենք նաև օտարերկրյա փորձը, պետք է նայենք նաև մեր հարևաններին եւ ինչա տեղի ունենում աշխարհում։ Օրինակ մեր հարևան Վրաստանը 1 տարի է պարտադիր զինվորական ծառայություն, Ադրբեջանը 1.5 տարի է եւ այսպես շարունակական երկրներ, որ ավելի քիչ ժամկետով է պարտադիր զինվորական ծառայությունը։ Մենք պետք է հասկանանք, մեզ ինչ է պետք պարտադիր զինվորական ծառայությունից։ Իմ գնահատմամբ մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք մեր զինծառայողներին հնարավորինս մեծ թվով զորակոչ ապահովել եւ հնարավորինս կարճ ժամկետում նրանց պատրաստել եւ ուղարկել պահեստազոր։ Այսինքն, որպեսզի մենք նրանց չպահենք 2 տարի ժամկետով, նրանց վրա ծախսենք օրական 3000 եւ պլյուս դրամ սննդի վրա, հագուստի վրա եւ այլն, մենք պետք է փորձենք կատարելագործել մեր պատրաստության ժամկետը, որպեսզի մենք նույն պատրաստությունը, որը տվել ենք նախկինում 2 տարի ժամկետում, տանք 1.5 տարում կամ եթե հնարավոր է ավելի կարճ ժամկետում նախագծին կողմ եմ եւ գտնում եմ, որ պետք է մյուս փաթեթային լուծումները պետք է սրա հետ զուգահեռ արվեն։ Եթե չեն արվում զուգահեռ Կարվեն։ Իսկ դուք խնդիր չեք տեսնում, որ պաշտպանական բյուջեում 15% կրճատում է իրականացվելու պաշտպանական ծախսերի հետ կապված 2026 թվականին։ Սրա հետ կապված վարչապետը տվել է հիմնավորումներ, տեսեք, դինամիկայի մեջ երբ նայում ենք պաշտպանական ծախսերը չեն նվազել։ Նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց 2-3 տարվա առաջվա համեմատ աճը պահպանվում է։ Այսինքն մենք 2024-ին ունեցել ենք կտրուկ աճ, կապված եղել գնումների հետ, հիմա այդ գնումները չունենք, աճը դինամիկ շարունակելու է, այսինքն այն աճը, որ եղել է 2018 թվականից պահպանվում է։ Բայց այսինքն նաև խնայողություններով եք փորձում այդ հարցերը լուծել, այսինքն ամենահարմար խնայողությունը բանակից պետք է խնայողություն։ Ես մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ նույնպես հանդես եմ եկել, դրա մասին գրավոր հայտնել եմ նաև կառավարության ղեկավարին եւ պաշտպանության նախարարությանը, որն է եղել դա, ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարության գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Այսինքն այն գնումները, որոնք անմիջապես կապված չեն զենք զինամթերքների հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորինս շատ մատակարարներ մասնակցեն մրցույթներին։ Կապված օրինակ սննդի մրցույթների հետ, հագուստի մրցույթի հետ, ատոմի մածուկի մրցույթների հետ, դրանք պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորինս շատ բիզնեսմեններ մասնակցեն, ինչու չեն շատերը մասնակցում փակ ընթացակարգով մրցույթներին, որովհետև պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱՑ-ով անցնեն որոշ աշխատակիցների, նվազագույնը 3 աշխատակիցներ պետք է ունենան այդ ընկերությունները գաղտնի բաժին, գաղտնի
խտաբանություն ունենան, փակ ինչ-որ կահավորված սրահներ եւ այլն, եւ բազմաթիվ բիզնեսմեններ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթների մասնակցելու։ Սրա արդյունքում մասնակցում են քիչ թվով ընկերություններ եւ ունենում ենք հաճախ որակի գնի հետ կապված խնդիրներ։ Առաջիկայում եւ գնումները նախատեսվում է իմ առաջական թողնվել է, մենք նաև ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ իմ առաջական թողնվել է եւ առաջիկայում նախատեսվում է որ 2026 թվականին գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Սրա արդյունքում վստահաբար մենք 2026-ին կունենանք եւ խնայողություններ եւ որակի բարձրացում։ Իսկ ինչպես է որ դուք ասում եք 30% զորակոչվել են, այդ որ թվականի, մինչև որ թվականի 2022-2023 թվականներ։ 24-25-ի տվյալները գիտեք ինչ։ 2024-ին ունեցել ենք մոտ 4% աճ, 2025-ին դեռևս չենք ամփոփել, առաջիկայում կամփոփենք։ Պարոն Սարգսյան, իսկ ինչպես եք նայում այն հարցին, որ Ադրբեջանը վերահսկում է, որպեսզի մեր բանակը զենքով, զինամթերքով չզինվի, իսկ ինքը ամեն օր զենքեր է գնում տարածքից։ Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ Ադրբեջանը հսկում է, որպեսզի մենք չզինվենք։ Մենք ունենք մեր քաղաքականությունը, Ադրբեջանը իր քաղաքականությունը, մենք գնում ենք լուծելու մեր խնդիրները, որոնք մեր երկրի առջև ծառացած են։ Բայց հարցեր է առաջացնում, երբ որ Ադրբեջանը օրորի զինվում է, իսկ մենք որոշում ենք պետք է խնայողություն անենք, մասնավորապես պաշտպանական ոլորտում։ Օրինակ դա ընկալելի չէ։ Խնայողությունները միշտ պետք է անել, եթե որևէ ապրանք կարող ես ձեռք բերել, օրինակ 1000 դրամ ավելի պակաս գնավ, դու պետք է փորձես դա ձեռք բերել 1000 դրամ ավելի պակաս գնավ, որպեսզի ավելի արդյունավետ ծախսես քո միջոցները։ Տեսեք, պետական բյուջեն դա բոլորիս հավաքական բյուջեն է, 3 միլիոնից հավաքական գումարն է եւ մենք պետք է փորձենք դա ծախսել արդյունավետ։ Գնումները կատարել թափանցիկ արդյունավետ, որպեսզի կատարենք բարձր որակի գնումներ հնարավորինս էժան գներով, սրա արդյունքում ունենալով խնայողությունները ուղղելով այլ ավելի արդյունավետ ծախսերի։ Շնորհակալ եմ։